կան մթերքներ, որոնց համադրությունից դրանց օգտակար հատկությունները կրկնապատկվում են։ Որպես սննդաբան դուք տիրապետում եք այդ գաղտնիքներին, կիսվեք, խնդրում եմ մեր հետ, որ մթերքների համադրությունն է կաթնամթերքի հետ կրկնապատկում դրանց օգտակարությունը։ Ամենատարածվածը մեր հայկական շատ սիրված հաց ու պանիրը։ Իհարկե շատ կարևոր է, որ պանիրը լինի ոչ շատ աղի, լինի մաքուր անարատ կաթից պատրաստված եւ հնեցումը ճիշտ լինի, այսինքն հնեցված պանիրներ եւ հացը իսկապես պետք է նույնպես ճիշտ ընտրել։ Այս համադրությունը իդեալական է։ Հացը պետք է լինի ամբողջահատիկից, պարունակի թեփ, բջջանյութ, այսինքն որը կարողանում է պանիրի հետ որպես սպիտակուցի աղբյուր ճիշտ աշխատել եւ համադրել, որպեսզի հատկապես երեկոյան, եթե սով եք զգում, հաց ու պանիրը մի փոքր կարող է օգնել սովածության հաղթահարմանը եւ ինչպես սպիտակուցի ճիշտ աղբյուրին եւ իհարկե կարողանում է հաց այդտեղ օգնել ճիշտ աղիներից անցումը։ Պանիրի մասին ասենք, որ բոլորս գիտենք, որ նա շատ լավ կալցի աղբյուր է, ինչպես նաև շատ օգնում է երեկոյան ժամերին լավ պանիրը հնեցված, ֆերմենտացված, նաև օգնում է հանգիստ քնի համար, որտեղ նա պարունակում է տրիպտոֆան, որը սերոտոնինի համար կարևորագույն բաղադրիչ է եւ ինչպես նաև մելատոնինի։ Իսկ սերոտոնինը մենք ինչպես գիտենք, դա երջանկության հորմոն է, այսինքն կարող ենք ունենալ երջանկության հորմոն, որը կարող ենք ունենալ բնական մթերքից բարձր որակի պանիրով։ Այսինքն գաղտնիք չէ նաև, որ պանրի ճարպալույծ վիտամինները նվիրելով երջանկության զգացողություն հանգստացնում են նյարդերը, այսպիսով հաց գումարած պանիր հավասար է ամուր նյարդեր եւ ամուր կմախք, մկանային համակարգ։